հարգելի գործընկերներ, ողջունում եմ ձեզ միջոցառմաշրջանակներում եւ իմ կողմից եւս շնորհակալություն եմ հայտնում ձեր մասնակցության համար։ Ինչպես հավանաբար գիտեք, մեր կազմակերպությունը այս տարի իրականացնում է 4 ռազմավարությունների մշտադիտարկում, սա թվով 3-րդն է, նախկինում ընդամենը 1-2 շաբաթ առաջ նախորդել էր Մարդուրանքների պաշտպանության եւ հակակոռուպցիոն ռազմավարությունների մշտադիտարկման արդյունքների ներկայացումը։ Դատաիրավականի մասով նշեմ, որ այս տարի ուրեմն մեր կողմից ուսումնասիրության է ենթարկվել 22-ից 24 թվականների գործողությունները քանակական առումով։ Ես հիմա մի քիչ կցանկանամ խոսել ընդհանուր մեթոդոլոգիայի մասով ու մի քանի բովանդակային շեշտադրումներ նաև այս տարվա զեկույցում թվով 79 գործողություններ են ներառված եղել, որոնք ենթակա են կատարման 2022-ից 24 թվականներին դուք կարող եք տեսնել յուրաքանչյուր ոլորտում կոնկրետ քանի թվով գործողություններ են ներկայացված եղել այս դիտարկվող ժամանակահատվածում։ Ամենամեծը, եթե թվային ցուցանիշով առանձնացնենք, դա առաջին նպատակն է, որ վերաբերվում է արդարադատության ուրեմն ոլորտին, ներողություն, էլեկտրոնային արդարադատության ոլորտին։ Մշտադիտարկման նպատակների մասով հիմնական երկու նպատակ կա, որպես այդպեսին առանձնացվել, առաջինը գնահատել կատարման ընթացքը 22-ից 24 թվականների գործողությունների եւ ապա նաեւ քանակական գնահատումների միջոցով բարձել եւ վերհանել այն գործողությունները, որոնք կատարվել են ամբողջությամբ, կատարվել են մասնակի կամ առհասարակ չեն կատարվել։ Մեթոդոլոգիայի մասով գործընկերները արդեն խոսեցինք, մենք երկու խումբ մեթոդոլոգիա ունենք քանակական գնահատման համար, որպեսզի բազմակողմանի եւ օբյեկտիվ պատկերը ներկայացնենք հանրությանը։ Առաջինը գնահատվել են բոլոր այն գործողությունները, որոնք ամբողջապես կատարվել են, այսինքն 79 գործողություններից քանիսն են ամբողջապես կատարվել եւ խնդրում եմ նկատի ունենալ, որ կատարողականի գնահատումը ավելի ուղղված է ընթացակարգային եւ քանակական գնահատման պատկերի ապահովմանը եւ ոչ թե օրինակ որակական, որովհետեւ շատ դեպքերում ենթադրենք օրենքը ընդունվել է կամ նախագիծ ուղարկվել է կառավարություն վարչապետի աշխատակազմ եւ դրանով համարվել է գործողությունը կատարված, քանի որ ռազմավարության ստուգման միջոցը որպես այդպիսի նախատեսված էր հենց կառավարություն կամ վարչապետի աշխատակազմ ուղարկել այս դիտարկումը, որպեսզի պարզ դառնա բոլորին, որ որակականի ազդեցության մակարդակի մասին չէ խոսքը։ Դա կատարողական ցուցանիշի մասով եւ երկրորդը, որը վարիացիոն մեթոդի կիրառմամբ է եղել, ինչ այն իրենից ներկայացնում, երբ որ ամբողջապես գնահատվում են ամբողջությամբ կատարված, մասնակի կատարված գործողությունները, ինչպես նաեւ ընդհանրապես չկատարված գործողությունները։ Յուրաքանչյուրի համար առանձնացվել են միավորներ, օրինակ կատարված ամբողջությամբ գործողության գնահատմանը տրվել է 1 միավոր, մասնակի կատարումը 0.5 միավոր եւ 0 միավոր այն գործողություններին, որոնք չեն կատարվել եւ այնուհետեւ դրանք բաժանվել են ընդհանուր գործողությունների թվի եւ բազմապատկել 100-ով։ Հիմա իհարկե կներկայացնեմ յուրաքանչյուրի արդյունքում ստացված պատկերները, մեթոդների մասին կցանկանամ խոսել։ Մենք հնարավորինս փորձել ենք կիրառել բոլոր հնարավոր մեթոդները, որպեսզի որևէ բան բաց չմնա ամբողջ գործընթացից։ Առաջինը արդյունքների համադրման մոտեցումը, որը ենթադրում էր քանակական ուրեմն տվյալների միասնականություն, տեղեկատվության հարցումներ, այստեղ Արդարադատության նախարարությունը որպես ոլորտի հանրային քաղաքականություն իրականացնող մարմին մեզ տրամադրել էր անհրաժեշտ զեկույցները, իսկ ապա նաև հավելյալ տեղեկատվություն էր տրամադրել որոշակի գործողությունների մասով։ Մեր փորձագետների կողմից առանձին գրասենյակային հետազոտություններ են կատարվել, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքները, դաշտում առկայլ արժանահավատք աղբյուրներ, որոնք կարող էին օգտակար լինել, ինչպես նաև կազմակերպել են ֆոկուս խմբային քննարկումներ, բոլոր իրավասու մարմինները հրավիրվել են, կարելի ասել գրեթե բոլորը մասնակցել են բացառությամբ 1-2-ի, որ ժամանակային առումով հնարավոր չեն կարողացել հարմարեցնել, ու նաև ֆոկուս խմբային քննարկումներ կազմակերպվել են ոլորտային կազմակերպությունների եւ առանձին փորձագետների հետ։ Վերլուծող փաստաթղթերին արդեն անդրադարձա հիմնական հաշվետվություններ եւ միջազգային կազմակերպությունների կողմից ու նաեւ տեղական կազմակերպությունների կողմից տրված գնահատականներ եւ զեկույցների մասով խոսել ենք։ Մի կարևոր բան էլ կցանկանայի ներկայացնել, որ
Մինչև զեկույցի վերջնական տարբերակի հրապարակումը դրա նախագիծը մենք կիսել ենք բոլոր իրավասու մարմինների հետ եւ խնդրել ենք տրամադրել դրա պատասխանը, կարծիքը, առաջարկություններ, դիտարկումներ, մեզ համար շատ կարևոր է, որ զեկույցը յուրաքանչյուրը գնահատի նաեւ իրեն է իր աշխատանքի արդյունավետությունը բարելավելու տեսանկյունից եւ դրա համար յուրաքանչյուրի լսված լինելու իրավունքի իրացումը մեզ համար շատ կարևոր է։ Կարծիքները ստացել ենք եւ դրանք հիմնականում ինկորպորացվել են։ Հիմա այստեղ իհարկե իմ գործընկերը ավելի մանրամասն այս մասով կներկայացնի, ես ըստ ոլորտների ես կցանկանայի նաև նախարարության մեթոդաբանության մասով խոսել, որ մենք ծանոթացել ենք մեթոդաբանությունը, շնորհակալություն մեծ հետ կիսելու համար, բայց ունենք որոշակի մտահոգություններ այն առումով, որ այդ մեթոդոլոգիան ավելի շատ հաշվետվողական գործիք էր եւ ոչ թե գնահատում էր։ Հա մենք այսպես գիտենք, որ ընդունված ավանդույթի համաձայն օրինակ մասնակի կատարված է համարվում այն գործողությունը, որ նախատեսել էր օրենսդրական ակտի մշակում, ինչ որ մի չափով նախագիծը մշակվել է եւ դա համարվում է օրինակ մասնակի։ Բայց եթե մենք գնում ենք տոկոսային հարաբերությունների, որ տեսնենք, հա, օրինակ մինչև 30%-ը դիտարկումը չկատարված, 30-ից մինչև 90%-ը կատարված աշխատանքները մասնակի, 91-ից 100-ը արդեն որ կլինի ամբողջապես կատարված, նման քանակական տվյալներ գնահատման համար մեթոդոլոգիային բացակայում է եւ սա իրականում զեկույցի առաջարկություններից մեկն է, որ պիտի լինի ստանդարտացված մեթոդոլոգիա, որ յուրաքանչյուրի համար տեսանելի լինի եւ դա ուղղակի չլինի փորձի եւ ներքին համոզմունքի արդյունքում ձևավորված գնահատում։ Մի քանի մասով ես կցանկանամ խոսել նաև բովանդակային խնդիրների մասին, որ մենք բարձրաձայնել ենք եւ այնուհետեւ արդեն խոսքը կփոխանցեմ ըստ ոլորտների իմ գործընկերը կներկայացնի մեթոդական առաջարկները եւս թողնենք վերջում ներկայացման, թեպետ մի քանիսին կանդրադառնամ։ Ես ինչպես նշեցի, մենք միշտ մշտադիտարկման արդյունքները ներկայացնելիս գործընկեր կառույցների կողմից ստացած դիտարկումները հիմնականում վերաբերվում են օրինակ նրան, որ այս կամ այն իրավական ակտը մենք մշակել ենք, ուղարկել ենք կառավարություն, մեր կողմից աշխատանք իրականացված է, խնդրում ենք դիտարկել գնահատականի բարձրացումը, օրինակ մասնակին դարձնել կատարված, այստեղ է, որ մենք ունենք որոշակի անհամաձայնություններ, հա, այդ թվում նաև բոլոր այն դեպքերում, երբ որ կառավարությունից վերադարձվում է նախարարություն կլինի թե այլ մարմիններ վերամշակելու, սա ինքնին արդեն չի կարող դիտարկվել գործողությունը կատարված, որովհետև process-ը դեռ ընթացքում է լինում։ Մյուս կարևոր խնդիրը, որ մենք տեսել ենք, դա ցավոք սրտի այն մոտեցումն է, որ սա կառավարության փաստաթուղթն է եւ մեր կողմից մենք արել ենք ամենը մշակել ենք իրավական ակտը, մնացած ազգային ժողովի վրա ազգային ժողովը պիտի ընդունի օրենսդրական ակտը, բայց նաեւ գուցե կառավարությունում այդ մոտեցումն է, բայց երբ որ մենք կողքից ենք նայում որպես քաղաքացիներ, մեզ ավելի շատ հետաքրքրում է դրա արդյունքը եւ ոչ թե կոնկրետ ով է իրավատերը այս փաստաթղթի կազմակերպման։ Դրա համար հաջորդ նաեւ մոտեցումը կամ առաջարկը մեր այն է, որ սա պիտի լինի Հայաստանի Հանրապետության փաստաթուղթը եւ որևէ դեպքում մարմինները չպետք է, հա, մեկը մյուսին այսպես առանձնացնելով նշի, որ սա մեր կատարման ենթակա է, մենք արել ենք, սա մեր կատարման ենթակա չի, մենք չենք արել, այսինքն սա պիտի լինի հանրապետության փաստաթուղթը եւ ոչ թե ինչ-որ իշխանության ճյուղի կամ կոնկրետ մարմնի։ Պարոն Զատոյանը խոսեց այն հիմնախնդիրների մասին, որ մենք զեկույցով անդրադարձել ենք, որը վերաբերում էր կարգապահական հանձնաժողովի մասով, ես այստեղ կավելացնեմ միայն այն, որ մենք երկար ժամանակ այն մոտեցմանն էինք, որ հիմա էլ իհարկե նույն մոտեցմանն ենք, որ հնարավորինս պետք է հետս հետ է, հա, գործադիր իշխանությունից այդ լիազորությունների ամբողջապես փոխանցումը լինի դատական իշխանության, զուգահեռաբար բալանսավորված մոտեցում լինելու, որպեսզի հանկարծ կորպորատիզմի որևէ խնդիր չլինի, ու սա նաև Գրեկոյի արտահայտած դիրքորոշումներ եւ մեր մոտեցումը նա էր, որ հավասար մանդատի բաժանումը պիտի լիներ, այնպես ինչպես բարձրագույն դատական խորհրդի դեպքում է 5 գումարած 5 տրամաբանությամբ, իհարկե այն նախագիծը, որ կա այս պահին դա էլ է ողջունելի 11 անդամի մասով, բայց այստեղ մենք պիտի ուշադրություն դարձնենք, թե ոնց են ընդունվում այն 5 կազմակերպությունները, ու սա էլ զուտ ինչ-որ դեկլարատիվ բնույթ չի կրում այս առաջարկությունը կամ վերհանված խնդիրը, այլ այն գալիս է նաև նախկինում ունեցած պրակտիկայից, որ ցավոք սրտի եղել են դեպքեր, երբ դատական համակարգի ներկայացուցիչները զուտ
անդամագրվելով կամ ստանալով համապատասխան նոմինացումը, հա, կազմակերպության կողմից այդ մանդատի շրջանակներում ներկայացրել են քաղաքացիական կազմակերպությունը, բայց օրինակ իրենք իրականում եղել են դատական համակարգի ներկայացուցիչներ եւ ոչ թե ավելի քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ, այս դեպքներ մենք նախկինում ունեցել ենք։ Դրա համար այս հստակեցումը շատ կարեւոր է, հա։ Այսինքն այդ չափանիշները ինչպես հստակ պիտի առաջադրվեն կազմակերպություններին, այնպես էլ այն անձանց, որոնք դրա շրջանակներում ներկայացվելու են։ Խնդիրներից ես կցանկանում եմ խոսել նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի մասին եւ այստեղ պատկերը փաստացի այնպիսին է, որ ցավոք համակարգի կիրառման արդյունքում դժգոհություններ առկա են եւ այդ դժգոհությունները գալիս են ոչ միայն ենթադրենք փաստաբաններից, այլ նաեւ դատական համակարգում կան այդ խնդիրները, սկսած համակարգի չաշխատելուց, սկսած համակարգի այլ խնդիրներից եւ մենք այս մասով նորից կարծում ենք, որ թե փաստաբանական համայնքը, թե դատական համակարգը դեռ պատրաստ չէր ամբողջությամբ մտնել այս դաշտ, նկատի ունենք այն մասով, որ պիտի պիլոտային փորձարկումներ արվեին, հա, որոշակի առումով, այսինքն համատարած չլիներ, ու երբ ասում եմ պատրաստ չենք, իհարկե նկատի չունեմ տեխնիկական հմտությունները, այլ նկատի ունեմ այն հագեցվածությունը, տեխնիկական եւ այն լուծումները, որով ամբողջությամբ դրվեց երկու կողմերի վրա, հա, սկսած այն ամենափոքր ուղումներ անելու հնարավորությունից, որ համակարգում ցավոք երբեմն խնդիրները առաջացնում, փաստաբանները նաեւ դժգոհում են վերջին օրով պիտի բողոքներ ներկայացնեն, փոփոխություններ չեն կարողանում իրականացնել համակարգում, վերջացրած ամենամեծ ավելի մեծ ուրեմն խնդիրներից։ Փաստաբանական ոլորտի մասով արդեն խոսեցինք, որպես կատարված աշխատանքների մասով նպատակ 5-6-7-ներ, որ վերաբերում էր քրեաիրավական, վարչական եւ քաղաքիրավական ոլորտներին, այստեղ գրեթե բոլոր նախատեսված իրավական ակտերը ամբողջությամբ ընդունվել են, նույնը վերաբերում է նաեւ հարկադիր կատարման ոլորտին, նոր նաեւ ոչ միայն փոխվել է հկած մասին օրենքը, այլ նաեւ նոր օրենք է ընդունվել դրան զուգահեռ, վերապատրաստումների մասով ես կցանկանամ խոսել, որ իրականացվում է 3 թե 4 գործողություն, որ նախատեսված էր կարողությունների զարգացմանը եւ այստեղ պիտի առանձնացնեմ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի ծառայողների վերապատրաստումները, ըստ էության միակ ոլորտն էր, որտեղ նախարարի հրամանով կարգավորվել էր նաեւ այդ վերապատրաստումների անցկացման կարգը, նախատեսելով նաեւ վերապատրաստման արդյունքում ստացված գիտելիքների չափման հնարավորությունը, որպեսզի հետագայում բարձ լիներ, թե որքանով է ազդեցության մակարդակում այդ վերապատրաստումները տվել ցանկալի արդյունք եւ դրանք զուտ չեն եղել որ քանակական նկատառումներից կատարված գործողություններ սնանկության մասով մենք ոնց որ թե նպատակ 10-ներ, չէ, կարծեմ 100% 8-ներ սնանկությունը 8-ը նորից 100% ճիշտ է հիշում, նպատակ 8-ով, որը սնանկություններ ունենք 100% կատարողական արբիտրաժի մասով ունենք բավականին բարձր կատարողական, այստեղ կարելի ասել բոլոր գործողությունները հիմնականում արվել են, արդեն մնում է համակարգի ինքնաշխատ կերպով աշխատելը, որպեսզի նաև անձիկ պատրաստ լինեն ոչ թե դիմել դատական համակարգ, այլ դիմել արբիտրաժին։ Մյուս դե կատարողական վարույթի մասին ասի եւ նոտարականի մասով այստեղ իրականում 1-2 գործողություններ նախատեսվել եւ գործողություններից մեկն էլ արդեն կատարման փուլում եւ նախարարություն եւ նոտարական պալատը եկել էին այն կարծիքին, որ այդ գործողության անհրաժեշտությունը չկա, իրականում այլ տեղի խնդիրը կապված էլեկտրոնային մակագրության հետ եւ եթե ինչ-որ զարգացում ունենք այս մասով կխնդրեմ ներկայացնեք ոնց որ այսքանը ընդհանուր դե բողոքարկման մասով եւս պարոն Զադոյան նշեց, որ 22-23 թվականների օրենսգրքում փոփոխություն արվել էր ուրեմն դատավորների կողմից որոշումների բողոքարկման բարձրագույն դատական խորհրդի բողոքարկման վերանայման մասով, բայց փաստացի մինչ այսօր որևէ գործ առկա չի